Ադրբեջանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության կանոնակարգը այլևս երկու երկրներում բարձրագույն իրավաբանական ուժ ունեցող փաստաթուղթ է եւ այդ փաստաթղթում Ալմա Աթայի հռչակագիրը որպես սահմանազատման բազային սկզբունք ընդունելով թե Հայաստանը թե Ադրբեջանը Ալմա Աթայի հռչակագիրը ըստ էության դարձրել են ընդհանրապես հարաբերությունների կարգավորման բազային սկզբունք։ Իսկ այդ հռչակագրում խորհրդային հանրապետությունների սահմանների անխախտելիությունը, միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը, ներքին գործերին չմիջամտելը, ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառումն են բազային սկզբունքներ։ Եվ ուրեմն Հայաստանում ու Ադրբեջանում գործող բոլոր ուժերին կրկին կոչ եմ անում լինել ծայրահեղ պատասխանատու, չանել հայտարարություններ, որոնք ուղղակի կամ անուղղակի հակասում են այս տրամաբանությանը, կասկածի տակ չդնել այս տրամաբանությունը եւ հայտարարում եմ պաշտոնապես Հայաստանի կառավարությունը չի անելու հայտարարություններ եւ գործողություններ, որոնք ուղղակի կամ անուղղակի հակասում են այս տրամաբանությանը կամ կասկածի տակ են դնում այս տրամաբանությունը։ Եվ կոչ եմ անում Ադրբեջանի կառավարությանը չանել հայտարարություններ եւ գործողություններ, որոնք ուղղակի կամ անուղղակի հակասում են այս տրամաբանությանը կամ կասկածի տակ են դնում այս տրամաբանությունը։ Հայաստանը եւ Ադրբեջանը միմյանց միջև խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագիծը համաձայնացրել են, նախագծի համաձայնեցման շուրջ բանակցությունները ավարտել եւ ինչպես ցույց տվեցի ապրիլի 15-ի իմ զեկույցում համաձայնագրի ստորագրման համար որևէ խոչընդոտ չկա։ Համաձայնագրի տեքստը համաձայնեցված է։ Մոռացեք Հայաստան-Ադրբեջան էսկալացիայի եւ պատերազմի մասին։ Հարավային Կովկասի պատմության նորեջը պիտի բացենք միասին եւ մենք պատրաստ ենք միաժամանակ ստորագրել խաղաղության համաձայնագիրը եւ Մինսկի խմբի կառույցները լուծարելու մասին Հայաստան-Ադրբեջան համատեղ դիմումը ԵԱՀԿ-ին։ Ասեմ նաեւ, որ տարածքային ամբողջականության, սահմանների անխախտելիության, միմյանց ներքին գործերին չմիջամտելու, ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքները ընկած են նաեւ մեր մյուս հարևանների հետ մեր հարաբերությունների մասին մեր պատկերացումների հիմքում։ Բայց ուզում եմ բոլորիդ ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ միայն ու միայն մեր հարևանների տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, սահմանների անխախտելիությունը ճանաչելով է, որ մենք ինքներս կճանաչենք Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, սահմանների անխախտելիությունը եւ սա է պետության ու ապապետության դիտանկյունների միջև տարբերությունը եւ սա է այն փոփոխությունը, այն կրթությունը, այն վերափոխումը, որ մենք բերել ենք ու բերում ենք Հայաստանին։ Սա է հայրենիքը պետությունն է, սիրում ես հայրենիքդ, ուժեղացրու պետությունդ սկզբունքի գործնական իրագործումը։ Սա է այն սկզբունքը, որ բարեկեցությունը հնարավոր է դարձնում Հայաստանի Հանրապետությունում։ Հարգելի նախագահող, ազգային ժողովի հարգելի պատգամավորներ, կառավարության հարգելի անդամներ, հարգելի ներկաներ, սիրելի ժողովուրդ։ Այստեղ հնչած եւ ոչ մի քննադատություն ես ականջի կողքով չեմ անցկացնում, անկախ նրանից որքանով է արդար եւ որքանով անարդար, որքանով է հիմնավոր եւ որքանով մտածածին, որքանով է ամբողջական եւ որքանով պռատ։ Բայց նաեւ չեմ կարող չկիսել իմ համոզմունքը, որ կառավարման ոլորտում, հանրային եւ տնտեսական կյանքում, դատաիրավական համակարգում մեր ունեցած բազմաթիվ խնդիրներ կապվում են նաեւ գաղափարական, կրթական, սոցիալ հոգեբանական այն համակարգերի հետ, որ գերիշխել եւ դեռ գերիշխում են մեզանում, որը տեղավորվում է հայրենիք եւ պետություն հասկացությունների վերը նկարագրված հարաբերությունների եւ ներհակությունների համատեքստում։ Մենք հաճախ չենք տեսնում այդ գերիշխանությունն ու ազդեցությունը,
Դրա պատճառը հետևանքային կապը մեր արարքների ու գործելակերպի հետ։ Մենք չենք տեսնում կապը մեր ամենօրյա խոսույթների եւ արտաքին միջավայրում մեր շուրջը խմորվող process-ների միջև։ Իսկ այդ կապը կա ամեն օր է, ուղղակի է եւ խնդրեմը դրա գոյությունը չէ, այլ մեր չիմացությունը այդ կապերի, փոխազդեցությունների, ռիսկերի եւ դրանք կառավարելու հնարավորությունների մասին։ Եվ ուրեմն ո՞րն է սրա լուծումը։ Այս հարցի լուծումը նույնպես արտահայտված է իրական Հայաստանի գաղափարախոսության նախագծում, որտեղ ասվում է. վերափոխումը ոչ միայն ամոթալի չէ, այլև կենսական անհրաժեշտություն է։ Վերափոխումը կենսունակության առանցքային պայման է, ինչպես անհատը, այնպես էլ հանրությունն ու պետությունը պետք է ռեֆլեքսիայի հմտությունը խորացնեն միջև գենետիկ մակարդակ։ Ճշմարտությունը, որը չի ենթարկվել ռեֆլեքսիայի, այլևս ճշմարտություն չէ։ Նպատակը, որը չի ենթարկվել ռեֆլեքսիայի, ինքնանպատակ է։ Համոզմունքը, որը չի ենթարկվել ռեֆլեքսիայի, նախկինից մնացած տպավորություն է։ Իդեալը, որը չի ենթարկվել ռեֆլեքսիայի, թերի է։ Հարափոփող կյանքում կենսունակ լինելու միակ բանաձևը ռեֆլեքսիան է, ինքնահայեցումը, փոխվելու եւ վերափոխվելու ընդունակությունը։ Սիրելի հայրենակիցներ, հարգելի գործընկերներ, աշխարհը ամենօրյա ռեժիմով փոխվում է եւ եթե չկարողանանք հարմարվել փոփոխվող աշխարհին, պարզապես դուրս կմնանք նրանից։ Կառավարության եւ կառավարող մեծամասնության առաքելությունը ահա սա է. առաջնորդել կենսական այն վերափոխումները, որոնք հիմնվելով մեր ազգային արժեքների վրա մեր պետությունը կդարձնեն առավել կենսունակ, ճանապարհ բացելով նրա երջանիկ ապագայի համար։ Իհեճուկս այստեղ հնչած բոլոր քննադատությունների հենց սա է տեղի ունենում այսօր Հայաստանի Հանրապետությունում։ Ավելին ասեմ, Հայաստանում այսօր տեղի ունեցող բոլոր իրադարձություններից սա կարևորագույնն է եւ այստեղ բացրացված հարցերի մի զգալի մասի խորքային լուծումը կապում եմ հենց այս գործընթացի հետ։ Իսկ քննարկումների ընթացքում ընդդիմության մեր գործընկերները ամեն ինչ արեցին պետականակենտրոն բարեփոխումների նկատմամբ նյարդ եւ վախ ներշնչելու համար Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին։ Նյարդ ներշնչեցին անշարժ գույքի հարկի նկատմամբ, չնայած ինչպես ցույց տվեցի, առանց այդ հարկերի որևէ քաղաքացու բարեկեցություն հնարավոր չէ։ Նյարդ ու զզվանք ներշնչեցին թափանցիկ ու հաշվետվողական գործելակերպի նկատմամբ, չնայած առանց դրա հարային միասնություն ու սոցիալական արդարություն հնարավոր չէ, պարզապես անհնար է։ Վախ ներշնչեցին համընդհանուր հայտարարագրման նկատմամբ, չնայած այդ համակարգը կարիքավոր մարդուց ոչինչ չի վերցնում, այլ միայն տալիս է տասնյակ միլիարդ դրամներ իր առողջապահության եւ կրթության գործում ներդնելու համար։ Վախ ներշնչեցին պետության նկատմամբ, բայց մեր ժողովուրդը չի կարող վախենալ սեփական պետությունից։ Մեր ժողովուրդը չի կարող վախենալ իրական Հայաստանի գաղափարախոսությունից, որովհետև իրական Հայաստանի գաղափարախոսությունը ասում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի, պետությունը դու ես Հայաստանի Հանրապետությունը, փառք նահատակներին եւ կեցցե Հայաստանի Հանրապետությունը։ Շնորհակալ եմ։